Սիրելի եղբայրներ, քույրեր, եկեք սրտանց ասենք փառք մեր Տիրոջը։ Շնորհակալ լինենք Տիրոջը իր ողորմության ու շնորհքի համար։ Թող Տիրոջ անունը փառավորվի, որ այսօր մենք լսվենք նրա սիրով, նրա շնորհքով, նրա զորությամբ։ Մեր հոգևոր շինության համար ես այսօր ուզում եմ կարդալ Զաքարիա մարգարեությունից մի քանի համար։ Զաքարիա մարգարեությունից մի քանի համար եմ ուզում կարդալ 4-րդ գլուխ ուրեմն 5-րդ համարից։ Ու ինձի հետ խոսող հրեշտակը պատասխան տվավ ու ինձի ասավ. ասոնց ինչ լալը չես գիտեր, ու եսի ոչ, ով Տերին, եւ պատասխան տվավ ու ինձի խոսեցավ ասելով. այս է Տիրոջ խոսքը, որ Զորաբաբելի կսվի, զորությամբ չէ եւ ուժով չէ, ապա իմ հոգովս կսե զորաստերը։ Դուն ով ես մեծ լեր, ով ես Զորաբաբելի արչեւ դաշտ պիտի լաս, ու գլուխի քարը ինքը պիտի հանե ու պիտի աղակեն շնորհք անոր։ Դարձյալ Տիրոջ խոսքն եղավ ասելով. այս տունը Զորաբաբելի ձեռքերը հիմնեցին, եւ անոր ձեռքերը պիտի կատարեն զանիկա, ու պիտի գիտենաս, որ զորաստերը զիստ քեզի գրկած է։ Քանզի պստիկ բաներուն օրը ով անարգեց, մասյան 7 աշկերը ուրախությամբ պիտի տեսնեն գնդակը Զորաբաբելի ձեռքի մեջ, անոնք Տիրոջ աշկերն են, որոնք բոլոր երկրի մեջ կպտտին։ Ահա մենք կարդացինք, սիրելի եղբայրներ, քույրեր, Զաքարիա մարգարեության 4-րդ գլուխ 6-ից մինչև 10-րդ համարը։ Այստեղ մենք տեսնում ենք, որ Տերը այսպես է ասում Զորաբաբելին, զորությամբ չէ եւ ուժով չէ։ Ինչի մասին է խոսքը, հապա իմ հոգովս, ինչի մասին է խոսքը այստեղ, սիրելի եղբայրներ, քույրեր։ Երբ որ Բաբելոնի գերությունից վերադարձան հրեաները, Աստված Զորաբաբելին եւ Հովսեդեկյան Հեսուին պատվիրել էր, որ նորից տաճարը շինեն։ Բայց երբ որ եկան նրանք տեսան, ասենք Երուսաղեմը քանդված, ավիրված, հիմնովին այսպես հուսահատ հիմնովին տեսան, որ ոչ մի բան չի մնացել, ամեն ինչ քանդված է, Զորաբաբելը եւ Հովսեդեկյան Հեսուն հուսահատվեցին։ Եվ Տերը այդ ժամանակ է, որ ասեց զորությամբ չի եւ ուժով չի, հապա հոգովս կսե զորաստերը։ Եղբայրներ, քույրեր, երբ որ Սողոմոնը շինում էր տաճարը, տաճարի այդ շինարարության ժամանակ Սողոմոնը մեծ հնարավորություն ուներ։ Նրա շրջակա ազգերը նրան հարկ էին տալիս, նա մեծ զորք ուներ, նա շատ մեծացած էր Դավիթի շնորհիվ եւ Սողոմոնը, այո, կարծես թե դժվարություններ չկար շինարարությունը սկսել եւ շինել տաճարը, բայց ահա Հովսեդեկյան Հեսուն եւ Զորաբաբելը եկան տեսան, որ ամեն ինչ քանդված, ավիրված, տեսան եւ հիասթափվեցին։ Եվ մտածեցին, մենք զորք չունենք, մենք միջոցներ չունենք, ինչպես պիտի կառուցենք այս տաճարը։ Եվ այդտեղ Տերը խոսեց Զորաբաբելի հետ, Հեսուի հետ եւ ասեց. զորությամբ չի եւ ուժով չի, ապա իմ հոգովս փառք Տիրոջը դրա համար, եղբայրներ, քույրեր։ Սիրելի եղբայրներ, քույրեր, այո, զորությամբ չի եւ ուժով չի, ապա իմ հոգովս։ Մենք տեսնում ենք, սիրելիներս, որ այստեղ շարունակության մեջ 7-րդ խոսքում ասում է. դուն ով ես մեծ լեր, Զորաբաբելի արչեւ դաշտ պիտի լաս, ու գլխի քարը պիտի հանե, ու պիտի աղակեն շնորհք անոր։ Սիրելիներս, մենք երբ որ կարդում ենք Աստծո խոսքը
շնորհքի մասին շատ է գրում, շատ տեղեր կա, որ գրված է շնորհքի մասին։ Դրա համար սիրելիներս, երբ որ մենք սավատվում ենք, երբ որ մենք դժվարանում ենք, Աստված այդ ժամանակ մեզ ասում է շնորհք, շնորհք, շնորհք։ Ահա հրաշքի բալանին, եղբայրներ, քույրեր, երբ որ դու շնորհքին ես դիմում, Աստծո շնորհքին ես դիմում, այդ դեպքում հրաշք է կատարվում։ Եղբայրներ, քույրեր, Աստծո խոսքը մեզ սովորեցնում է, որ Եփեսացիս 2:8-ում, որ շնորհքով եք դուք փրկված հավատքի միջոցով։ Եվ սա ոչ թե ձեզանից է, այլ Աստծո պարգևն է, որպեսզի ոչ մեկը չպարծենա, շնորհքով եք դուք փրկված։ Ուրեմն եղբայրներ, քույրեր, դրա համար երբ որ մենք չպետք է լինենք լավը, որ գանք Տիրոջը։ Մենք պետք է գանք Տիրոջը, որ դառնանք լավը։ Դրա համար պետք է գաս, որ փրկվես ու դառնաս լավը։ Մինչև քո գալը դու լավը չես, բայց երբ որ գաս եւ փրկվես, այն ժամանակ նոր կդառնաս լավը։ Մեզ փրկում է, սիրելիներս, Տիրոջ շնորհքը, մեզ փրկում է ոչ թե մեր ծառայությունները, մեր քարոզները, մեր չգիտեմ ինչ բարի գործերը, այլ մեզ փրկում է մեր Տիրոջ շնորհքը։ Շնորհքը դա նվեր է։ Շնորհքը դա բարի պարգև է, նվեր է, Աստծուց նվեր է մեզ, նվեր է այն մարդկանց, որոնք ոչ մի արժանիք չունեն այդ նվերն ստանալու համար։ Աստված խոսում է նաև, խրատում է նաև մեզ, շնորհքով է մեզ խրատում նաև Տիտոս 2-րդ գլուխ 11-ից 15 համարներում կարդում ենք, որ նաև շնորհքը նաև խրատող է, խրատում է նաև շնորհքը, այդտեղ ես կարդում եմ, քանզի Աստծո փրկարար շնորհքը բոլոր մարդոց ձեռեցավ, որ մեզ կխրատե ամբարաշտությունն աշխարհային ցանկություններն ուրանանք եւ զգաստությունով, արդարությունով, բարեպաշտով ապրենք այս աշխարհի մեջ։ Այո, Աստծո շնորհքը փրկարար է, Աստծո շնորհքը նաև խրատող է։ Եղբայրներ, քույրեր, Աստծո շնորհքը նաև սովորեցնում է մեզ, շնորհքը տալիս է մեզ ուժ։ Մենք մեր հոգու ուժը ստանում ենք, երբ որ հավատում ենք Աստծո շնորհքին։ Եղբայրներ, քույրեր, մենք կարդում ենք 2 Կորինթացիս 12-րդ գլխի մեջ Պողոս առաքյալը 12-րդ գլուխ 7-րդ խոսքում կարդում ենք հետևյալ խոսքերը։ Ուրեմն եւ որ չլա թե ես հպարտանամ, խիստ շատ հայտնությունն համար ինձի մարմնի խայթոց մտրվեցավ սատանայի հրեշտակը զիս նեղելու համար, որ չլա թե հպարտանամ։ Այսօր համար 3 անգամ աղաչեցի Տիրոջը, որ մեկդին է ինձ մե, ուսավ ինձի, իմ շնորհքս երիքը քեզի, վաս իմ զորությունս տկարության մեջ կկատարվի, ուստի մեծ հոժարությամբ ավելի իմ տկարություններից վրա պիտի պարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունը իմ վրաս հանգչի։ Անոր համար հավանել եմ ես տկարությունների, նախատինքների, տառապանքների, հալածանքների, նեղությունների Քրիստոսի համար, երբ կտկարանամ, այն ատեն զորավոր եմ։ Եղբայրներ, քույրեր, հրեշտակը նեղում էր Պողոս առաքյալին, բայց Պողոս առաքյալը 3 անգամ Տիրոջը խնդրեց, որ այդ հրեշտակին հեռացնի նրանից, բայց Տերը չհեռացրեց այդ հրեշտակին եւ ասեց իմ շնորհքս հերիք հակեզի։ Այդ շնորհքը, որը Պողոս առաքյալն ուներ, շնորհքը ոչ միայն փրկող է, շնորհքը ոչ միայն խրատող է, շնորհքը մեզ տալիս է ուժ ու կարողություն եւ զորություն, որպես մենք կարողանանք դիմանալ, կարողանանք խախտել նեղությունների եւ դժվարությունների մեջ։ Սիրելիներս, խնդրի լուծման 2 եղանակ գոյություն ունի։ Առաջինը, որ դու խնդրեմ ունես, այդ խնդրեմը խնդրում ես Տիրոջը, Տերը հեռացնում այդ խնդրեմը քեզանից, այդ խնդրեմը այլևս քո վրա չկա։ Բայց այսօր այդ խնդրեմը չկա, վաղը մի հատ ուրիշ խնդրեմ է լինելու։ Սա առաջին լուծումն է, բայց երկրորդ լուծումը, եղբայրներ, քույրեր, խնդրեմի լուծման երկրորդ եղանակը նա է, երբ որ քո մոտ առջև խնդրեմ կա, դու խնդրում ես Տիրոջը, Տերը քեզ ոչ թե խնդրեմն է հեռացնում քեզանից, ոչ թե խնդիրն է քեզանից հեռացնում, այլ քեզ ուժ է տալիս, շնորհք է տալիս այդ խնդրեմը հաղթահարելու, այդ լեռը դաշտ դարձնելու համար,
փառք Տիրոջը դրա համար, Տերը մեզ կարող է շնորհքը տալ, եւ նա Քրիստոսը շնորհքի Տերն է, շնորհքի Աստվածն է, դրա համար Եբրայեցի 4:16-ում ասում է, ուրեմն արդավատքով մոտենանք շնորհած աթոռին, որ մեզ շնորհք է տալիս, համարձակությունով մոտենանք շնորհած աթոռին, որ մեզ ողորմություն գտնենք եւ շնորհք ստանանք, համարձակությամբ մոտենանք շնորհած աթոռին։ Աստծո աթոռը դեռ շնորհքի աթոռ է, Աստծո աթոռը դեռ չի դարել դատաստանի աթոռ, նրա աթոռը դեռ շնորհքի աթոռն է։ Մոտենանք համարձակությամբ շնորհած աթոռին եւ մենք շնորհ կստանանք եւ ուժ կստանանք բոլոր տեսակի դժվարությունները հաղթահարելու համար։ Այո, շնորհքը մեզ ուժ է տալիս, սիրելի եղբայրներ, շնորհքն է, որ տալիս է մեզ հաղթելու, փոքր բաներով շատ մեծ բաներ հաղթելու։ Հիշում եք Դավիթը, փոքրամարմին Դավիթը ինչպես հաղթեց հսկա Գողաթին։ Եղբայրներ, ինչպես մանուկի մի ճիճը հաղթեց, մանուկի մի ճիճը բարձր դարձավ, որպեսզի Աստված ազատի Եգիպտոսից։ Երբ որ Մոսես տվել է, նրան դրեցին եւ գետը նետեցին, բայց գետը գնալու ժամանակ փարավոնի քուրը լսեց նրա աղաղակը, լսեց նրա ճիճը, բերեց եւ Մոսեսը մեծացավ եւ հետո դարձավ փրկության միջոց Աստծո ձեռքերի մեջ։ Այո, Աստված օգտագործում է փոքր բաները շատ մեծ բաներ անելու համար։ Կաղրին մի փոքրիկ կաղնու սերմ, մի փոքրիկ սերմա, բայց որ դնում է սողի մեջ մեծանում եւ իսպիսի հսկա ծառա դառնում, եղբայրներ։ Այո, փոքր բաները մենք պետք է անարգենք։ Փոքր բաների սկիզբը, այո, շատ սկիզբը փոքր է, բայց վերջում ավարտվում է շատ մեծով, օրհնյալ է Տիրոջ անունը։ Եղբայրներ, երբ որ վերադարձավ, այո, Զորաբաբելը վերադարձավ ու տեսավ, որ Երուսաղեմը քանդված, ամեն ինչ փլված էր, նա հուսալքվեց։ Բայց Զորաբաբելին Տերը շնորհք տվեց եւ Զորաբաբելն ասեց. ես կվերականգնեմ տաճարը, կվերականգնեմ պատերը եւ Պարիսը կվերականգնվի եւ կյանքը նորից կշարունակվի։ Եվ նա սկսեց տաճարը, նա սկսեց իր տունը կառուցելիս, եղբայրներ, առաջինը ոչ թե նա իր տունը կառուցեց, այլ նա սկսեց տաճարից։ Եղբայրներ, եթե ուզում ենք մենք վերականգնել երկիրը, մենք պետք է ոչ թե առաջինը մեր տները կառուցենք, այլ մեր հոգու տունը կառուցենք, մեր տաճարը կառուցենք մեր ներսում, եկեղեցին է, որ պետք է կառուցվի քո ներսում, ալելույա իրան։ Նա դրեց տաճարի հիմքը, բայց երբ որ նա հիմքը դրեց տաճարի, այդ ժամանակ նրա առջև մի մեծ լեռ եղավ, մի մեծ լեռ եւ հուսահատվեց, որ Զորաբաբելին ասաց. դու նով ես մեծ լեռ, կարդում եք 7-րդ խոսքի մեջ շարունակ ու նորից ասեք Զաքարիա մարգարոյան եւ Զորաբաբելին Տերը տվեց շնորհք եւ Զորաբաբելին ասավ. դու ով ես մեծ լեռ, Տիրոջ առջև, դու դարձա Տիրոջ խոսքին եղասելով, չներողություն 7-րդ խոսքը, դու ով ես մեծ լեռ, ով ես, Զորաբաբելի առջև դաշ պիտի լաս ու գլխի քարը ինքը պիտի հանե ու պիտի աղակեն շնորհք, շնորհկանոր։ Եղբայրներ, այստեղ մենք տեսնում ենք, որ երբ որ տաճարի հիմքը դրվեց, դրա առջև Զորաբաբելի առջև մի մեծ լեռ եղավ։ Ինչ էր այդ լեռը, եղբայրներ, այդ ինչ լեռ էր, այդ լեռը դա հոգևոր մի լեռ էր, այդ լեռը դրա դժվարություններն էր, այդ լեռը նաև որ հրաշ ժողովուրդը եկել էին Բաբելոնից եւ նրանք չունեին կրթություն, նրանք Աստծո օրենքը չէին պահում, եւ նաև այդ ժամանակ կողքի հարևան հետանոսները խանգարում էին եւ խանգարում էին նաև օպոզիցիան, շատ լեռներ կար Զորաբաբելի առջև, բայց Տերը դրան շնորհք տվեց եւ Տերը նրան ասավ. դու ով ես մեծ լեռ, Զորաբաբելի առջև դաշ պիտի լաս։ Եվ ինչպես կարդում ենք Մարկոսի ավետարանի 11:22-ում ասում է, ով որ եթե դու հավատաս, ապա դեռան ասես, հավատաս ու չերկ մտես ու աս դեռան ասես վեր կաց եւ ծով ընկնի, նա պիտի ենթարկվի քեզ եւ քո կամքը պիտի կատարի։ Մենք չպետք է դիմենք մեր արժևի լեռներին։ Լեռները դրանք պրոբլեմներ են, եղբայրներ, որոնք եկել են քեզի խանգարելու, եկել են կանգնեցնելու ու հաղթելու քեզ։ Ահա այդ լեռները դրանք են,
որոնք այսօր նաև մեր արժև կարող են կանգնել սիրելի եղբայրներ քուրեր, եւ Զորաբաբելի արժև մեծ լեր եղավ, նա չվախեցավ եւ ասավ դրան, որի մասին ասում է 11:23-ում նաև Մարկոսի ավետարանում, երբ որ չերկմտես, ապա ինչ էր որ ասես, եթե անգամ մի թթնին ասես վեր կաց եւ ծով ըգնի, նա պիտի լսի քեզ եւ պիտի կատարվի։ Եվ Տերը ասնի քո միջով դու կդառնաս ոչ թե լեր կլինի քո առջև, այդ բոլոր լերները կդառնան դաշտավայր։ Դուք սկսեցիք մոտենալ Տիրոջը, մեր կյանքում եղբայրներ քուրեր, սկսում ենք մոտենալ Տիրոջը, բայց որոշ ժամանակ հետո հանկարծ մեր առջև երևում են լերներ, հանկարծ մեր առջև երևում են հուսալքություններ, մենք հուսալքվում ենք, որտեղ շատ դժվարություններ ու լերներ են մեր առջև լրացնում, բայց եղբայրներ քուրեր, իհարկե դու չես կարող այդ լերները հաղթահարել, ոչինչ դուրս չգա, սատանան քեզ կողքից ասում է, քեզանից ոչինչ դուրս չգա, ոչինչ չի ստացվի, դու արդեն փորձել ես մի անգամ, ոչինչ չի ստացվում, դու բարձրացրու այդ սպիտակ դրոշակը եւ ընդունիր քո պարտությունը, սա սատանայի խոսքերն է, եղբայրներ քուրեր։ Եկեք հիշենք, թե ում ենք մենք ծառայում ենք եղբայրներ քուրեր, երկինքն ու երկիրը ստեղծող ամենակարող Աստծուն, որ նա բերում է մեզ փրկություն, նա տալիս է մեզ գործող շնորհք, նա տալիս է նաև շնորհք, որ տալիս է մեզ զորություն։ Այո, շնորհքը ոչ միայն մեզ փրկում է, ոչ միայն մեզ խրատում է, այլ Աստծո շնորհքը տալիս է մեզ զորություն։ Եվ այդ շնորհքը հասնում է լեռան վրայով, այդ լեռը դառնում է դաշտ։ Սիրելիներս, եթե մեզ ինչ-որ խնդիր է հանդիպում, այսինքն մեզ ինչ-որ լեռ է հանդիպում, այս ժամանակ պետք է մենք ասենք, ոչ թե նեղանանք, ասենք, ինչու այս լեռը եղավ, ինչու այս խնդիրները եղավ մեր առջև, այլ պետք է մենք Տիրոջի շնորհակալ լինենք, եւ պետք է ասենք, Տեր, շնորհակալ եմ քեզանից այս լեռան համար, դե հիմա ուշ տուր ինձ, որ այդ լեռը դաշտ դառնա իմ առջև։ Եղբայրներ քույր, այդ լեռները, երբ որ դու ասնում ես, այդ լեռները մեջով ասնում ես, դաշտ է դառնում, դու հոգևոր կյանքում մի մեծ փորձառություն ես ունենում եւ հոգևոր կյանքում դու աճում ես։ Աստծո խոսքը, որ ասում է Զորաբաբելին, որ այդ հոգով չի եւ զորությամբ չի եւ ուժով չի, այդ ժամանակ եղբայրներ հապային ուժով ես Զորաբաբելը տկարացել էր, նա կորցրել էր հույսը շինարարության եւ 16 տարի շինարարությունը հետ ընկավ։ Բայց Աստծո խոսքը նորից ասում է, որ դու սկսել ես մինչև վերջը պիտի ավարտես այն, որ Տերը սկսել է քո կյանքում, ինչպես ասում է Փիլիպպեսիս առաջին գլուխ 6-րդ խոսքում, ես կարդամ այդ տեղը Փիլիպպեսիս առաջին գլուխ 6-րդ խոսքը, եղբայրներ քուրեր, մեր Տեր Աստծո խոսքը Տեր Հիսուս Պողոս առաքյալի միջոցով այսպես ասում Փիլիպպեսիս առաջին գլուխ 6 խոսք, այս մասին վստահ ըլլալով, թե ան, որ ձեր մեջ բարի գործ մեզ սկսեց, մինչև Հիսուս Քրիստոսի օրը պիտի կատարե։ Այո, տեսնում եք, այդ գործը շարունակվում է մինչև Հիսուս Քրիստոսի օրը, մինչև Հիսուս Քրիստոսը կատարում է, այդ գործը Աստված չի սկսում ու կիսատ թողում։ Մենք միգուցե սկսենք եւ կիսատ թողենք, բայց երբ որ Տերը սկսում է, նա ավարտին է հասնում։ Մենք հեռանում ենք այդ հրաշքից, եղբայրներ քուրեր, երբ որ մենք հանձնվում ենք սատանայի ձեռքը, մենք այդ հրաշքից հեռանում ենք, որ Աստված ուզում է կատարել մեր կյանքում։ Մենք պետք է կանգնենք եւ չհեռանանք, եղբայրներ, եթե մենք նույնիսկ շատ անհասկանալի ու շատ դժվար լեռները հանդիպում մեր առջև։ Ես պետք է հավաստամ այն փաստին, որ Աստված կատարել է իմ հետ, կանչել է ինձ, ողորմել է եւ ինձ տվել է կյանք։ Սիրելիներս, ինչքան էլ արգելքներ կգան, ինչքան էլ դժվարություններ կլինեն, ինչքան էլ լեռներ կլինեն, բայց Տիրոջ խոսքը, երբ որ քեզ ասում է, վերցրու այդ գլխի քարը, ինչպես ես կարդում եմ այդտեղը, ուրեմն 7-րդ խոսքը նորից եմ կարդում, դու ով ես մեծ լեռ, ով ես Զորաբաբելի առջև դաշտ դիլած, ու գլխի քարը ինքը պիտի հանե, ու պիտի աղաղակեն շնորհք, շնորհք անոր։ Այո, գլխի քարը դա Քրիստոսն է, եղբայրներ քուրեր, անկյունակարն է գլխի քարը, այդ վերցրու գլխի քարը, այսինքն Քրիստոսը դիր քո առջև, Քրիստոսի շնորհքը դիր քո առջև եւ աղաղակի հավապա ապավինի շնորհքին եւ այդ ժամանակավոր հուսալքության ու սալակվան պահին
Մարգարեն մոտեցավ Զորաբաբելին եւ ասաց. Այսպես է ասում Տերը, որ դու նորից սկսի 4-րդ գլուխի 9-րդ խոսքում կարդում ենք. այս տունը Զորաբաբելի ձեռքերը շիմրեցին եւ անոր ձեռքերը պիտի կատարեն զանիկա ու պիտի գիտնաս, որ զորացներեսից ցեզի ղրկած է։ Այո, այդ հուսալքման պահին նորից եմ ասում եւ մարգարեն մոտեցավ Զորաբաբելին եւ ասավ. դու սկսել ես մի կանգնիր, նորից սկսի, հավաքեք ամեն բան եւ նորից սկսեք, ժամանակն է սկսել նորից, ասված կավարտի այն ինչ որ սկսել է եւ դրա համար մարգարեն ասաց. վերցրու գլխի քարը, այդ անկյունակարը եւ ասա դի շնորհության հրապարակում եւ ասա շնորհք, շնորհք, շնորհք անոր։ Այո, եղբայրներ քուրեր, այսինքն հավատա շնորհքին, հավատա Աստծո խոսքին, որովհետեւ շնորհքը ուժ է տալիս։ Պողոս առաքյալը այդ դժվարության մեջ, որ սատանան անընդհատ նեղում էր, Աստված ասեց նրան. իմ շնորհքը սերիկ է քեզի։ Այո, շնորհքը տալիս այն ուժը, որով դու կարող ես հաղթարել քո արժե բոլոր տեսակի լեռները, ինչքան էլ լեռը մեծ լինի, բայց Աստծո շնորհքը շատ ավելի մեծ է։ Փառք Տիրոջը դրա համար, սիրելիներս, Քրիստոսն այդ գլխի քարը, Քրիստոսն այդ անկյունակարը, որով շինարարները, շինողները անարգեցին, բայց անիկա անկյունի գլուխը եղավ։ Սիրելիներս, հիմա եթե դու հուսալքված ես, եթե քո արժև այդ լեռներ են հանդիպել քո արժև, դժվարություններ են հանդիպել, վերցրու գլխի քարը, այսինքն Քրիստոսին վերցրու, դիր քո արժև, նայիր նրան եւ ասա շնորհք, շնորհք, շնորհք։ Եվ կտեսնես թե ինչպես, երբ որ դու ապավինես այդ շնորհքին, կտեսնես թե ինչպես այդ լեռները դառնում են դաշտ եւ քո արժև բոլոր խնդիրները լուծում է եւ քո վրա ուժ է գալիս եւ դու կարող ես անել այն ինչ որ Տիրոջ հաճելի է։ Փառք Տիրոջը եղբայրներ քուրեր, այսօր եթե քո սրտի խորքից աղաչում ես Տիրոջը, խնդրում ես նրա հրաշքը, խնդրում ես շնորհքը, ամեն ինչ կատարվում է։ Եղբայրներ 16 տարի կանգ առած այդ շինարարությունը նորից սկսվեց, որովհետեւ Զորաբաբելը եւ Հովսեդեկյան Հեսուն հավատացին Տիրոջ շնորհքին։ Հիմա եթե դուք ունեք խնդիրներ, ունեք ախվածություն, ունեք լեռներ ձեր առջև, ասացեք այդ լեռներին շնորհք, շնորհք, շնորհք։ Մենք չպետք է միայն կռվենք, միայն եղբայրներ քուրեր, միայնակ չպետք է կռվենք, մենք միայնակ չպետք է պատերազմենք, պատերազմը մերը չի, պատերազմը Աստծունն է։ Մենք պետք է ամեն օր ապավինենք Տիրոջ շնորհքին։ Մի հուսատվեք եւ մի հավատացեք սատանայի խոսքերին, վերցրեք գլխի քարը, վերցրեք անկյունի քարը, դրեք հրապարակում եւ ասեք շնորհք, շնորհք, շնորհք նրան, նայեք Քրիստոսի շնորհքին, որ կարող է ամեն մեծ լեռը, ով ես դու մեծ լեռ, Զորաբաբելի առջև դու դաշտ պիտի լաս։ Եղբայրներ քուրեր, փառք Տիրոջը դրա համար, ինչպես Դավիթը, փոքրիկ Դավիթը հաղթեց Մսաբլուր Գողաթին, անհսկա Գողաթին հաղթեց, սա շնորհքն էր Աստծո։ Այո, սիրելի եղբայրներ քուրեր, Աստծո շնորհքը ամենուրեք երևում ամեն կյանքում։ Եթե մենք միայն հավատանք, եթե միայն ընդունենք նրան, դնենք մեր առջև ինչպես Աստծո խոսքն ասում, Եբրայեցիս 12-ում, Քրիստոսին նայենք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Թող Տերը օրհնի եղբայրներ քուրեր, եթե հիմա կան այստեղ մարդիկ, որոնք հուսալքված են, որոնք հուսահատված են, որոնց առջև մեծ լեռներ կա, սկսել են բան չեն կարողանում առաջ գնալ, սկսել են բացատ արգելքները, դժվարությունները հանդիպել իրանց եւ այդ մեծ լեռները տեսնելով վախենում են, կանգնում են, շինարարությունը չի գնում տաճարի շինարարությունը, ասացեք, վերցրեք Քրիստոսին, դրեք ձեր առջև եւ հապավինեք նրան ու ասեք շնորհք, շնորհք, շնորհք անոր, հալելույա իրան։ Մենք հիմա եղբայրներ քուրեր պիտի աղոթենք բոլոր նրանց համար, ովքեր որ երկի ընթացքում կաղոթենք բոլոր նրանց համար, ովքեր որ այսօր հուսահատման մեջ են, հուսալքման մեջ են։ Ես հիշում եմ, ուզում եմ հիշեցնել նաև ժամանակի, որ ասել եմ, երբ որ գալիս է դժվարությունը, գալիս են, ասենք քո կյանքում այդ նեղությունները, գալիս են շատ նեղություններ, դու ասա նրան, բարով եկար սիրելի նեղություն, դու եկար, որ ինձ մոտեցնես կենդանի Աստծուն, նեղություններն են, որ քեզ մոտեցնում են Աստծուն, ոչ թե հեռացրու, ոչ թե աղոտ կարա որ հեռանան, արխնդրի շնորհք Տիրոջը,
որ այդ եղությունների մեջ դու հաղթես նրան եւ էլ դուրս գաս ավելի հոգեվոր զորացած, դուրս գաս ավելի հոգեվոր կյանքի մեջ ավելի հասունացած, այո Տերը սա է ուզում մեզանից եւ նա մեզ տալիս է շնորհք, մի վախեցեք, մի հուսահատվեք, մի լաց եղեք, Տերը կենթանի է, նա նույնն է երեք այսօր եւ հավիտյան, ամենադժվար պահին, երբ որ դու գտնում ես, որ այլևս ոչ մի հույս չկա, հենց այդ ժամանակա Տերը հայտնվում քեզ, երբ որ դու ամբողջությամբ կորցնում ես քո հույսը։ Եկեք հիմա երկենք մի հատ կանգնենք եւ